Մի կողմից Ռաֆի Հովհաննիսյանը հայտարարում է, որ ապրիլի 9-ին ժողովուրդը տոնելու է իր հաղթանակը, իսկ մյուս կողմից մենք մտնում ենք նախագահական ընտրություններից ոչ պակաս կարևոր նախընտրական փուլ։ Դուք դիտում եք 7 օր հարցազրույցը, բարև ձեզ։ Այսօր մեր հյուրն է ընտրական եւ քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։ Արմեն, Ռաֆի Հովհաննիսյանը պահանջում է, որպեսզի իր բոլոր հայտարարությունները այսուհետ եւ ընդհանրապես լուրջ ընդունվեն։ Ինչպես եք դուք դրան գնահատում, հատկապես վերջի հայտարարությունները։ Նախ մի բան կարող ենք ասել, որ ինչպես ցույց տվեց եւ ինչպես եւ կանխատեսում ենք, նախագահական ընտրությունը կոչվող այս միջոցառումը ի սկզբանե կանխորոշված արդյունք ուներ եւ դա երևաց անցյալ տարվա դեկտեմբերին, երբ առավել ազդեցիկ քաղաքական երկու ուժերի առաջնորդներ, հանձին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան եւ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարվեցին մասնակցել այս միջոցառմանը, որտեղ հասկանալ էր ցանկացած տեխնացիոն մասնակցություն նույն արդյունքներ ունենալու։ Եվ այդ իսկ պատճառով փետրվարի 18-ին տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, այսինքն արդյունքները հայտնեց կենտրոնական ընտրական անձնաժողովը 58-36 եւ փետրվարի 18-ին Հայաստանում նախագահական ընտրություններին դե յուրե եւ դե ֆակտո ավարտվել են։ Դրանից հետո քննարկել նախագահական ընտրությունների մասին այլևս անիմաստ է։ Եվ որևիցե բան այս միջոցառումն այնպես էր նախատեսված, որ կանխորոշված արդյունք ունի եւ որևիցե այլ գործողություն լինի այցեր մարզեր, հարավակներ, հայտարարություն լուրջ ընդունել, սահմանական դատարան իմել հացադուլ հայտարարել եւ այլս որևէ արդյունք չի տալու, վերջ դա ավարտվել է։ Այսինքն Ռաֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, որ միայն իր դիակի վրայով Սերժ Սարգսյանի երթմնակալությունը կլինի, դուք լուրջ չեք ընդունում։ Դա արդեն իր խնդիրն է։ Այսինքն դուք հիմա ավելի շատ կարևորում եք քաղաքապետի ընտրությունները։ Այո, որտեվ Երևանի ավական ընտրությունները, որտեվ Երևանի ավական ընտրությունները ազգային ժողովի ընտրությունից հետո երկրորդ կարևոր ընտրություններն են, նախագահական ընտրությունները չեմ համարում կարևոր, որտեվ իր սկզբնական խորոշված արդյունքն է եւ հասկանալ էր ինչպես է այնտեղ ով է այնտեղ լինելու նախագահ, որտեվ աթոռը մեկն է։ Երևանի ավական ընտրությունները աթոռը 65-ն են եւ եթե ոչ հանրապետական բնականաբար Բարգավաճ Հայաստանը, Հայ ազգային կոնգրես կուսակցությունը հասնեն բավականին գրագետ ընտրաշավ անցկացնել, որի մեջ մտնում է մի քանի ուրեմն տարեր, մասնավորապես գրագետ քարոզարշավ անցկացնել, հատկապես հանձնաժողովներ ունենալ ընտրական օրենսգիրքը գերազանցի իմացող անդամներ եւ վստահված մարդիկ, ինչպես նաեւ այդ մարդիկ ոչ միայն պետք է լավ իմանան ընտրական օրենսգիրքը, նաեւ մի քիչ էլ ֆայվի գործակից պետք է ունենան, որպեսզի կարողանան դա ճիշտ տեղում կիրառել։ Եվ եթե նրանք գրագետ այս ընտրաշավ անցկացնեն, նրանք կարող են հաղթել։ Ինչու համար, որտեղ նախագահական ընտրությունների այս միջոցառումը մի դրական գործ տվեց հայաստանապետությանը, սոցիոլոգիական հարցման դեր կատարեց եւ այդ հարցը ցույց տվեց, որ Երևանում բավականին ուժեղ է, այսպես ասած, հակահանրապետական, հակաիշխանական ընտրազանգված է եւ դա պետք է օգտագործել։ Այսինքն լրիվ պայմանները կա, որպեսզի ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ կարողանան ունենալ այնտեղ ավելի ընդհանուր վերցած կամ առանձնացած ավելի մեծ խմբակցություն, քան հանրապետականը։ Դա հնարավոր է եւ ճիշտ է, կեղծվելու է ընտրությունները, որտեղ ազնիվ չի լինելու, բայց ի տարբերություն նախագահական ընտրաշավես միջոցառման արդյունքները կանխորոշված չեն։ Ոչ ոք չգիտի այնտեղ ով ինչքան, այսպես ասած, տեղ է ունենալու։ Դա կախված է աշխատանքից։ Կարող են աշխատել լավ շատ տեղ կունենան։ Այսինքն սա լակմուսային թուղթ է այդ կուսակցությունների մրցունակությունը տեսնելու համար։ Եվ պարտադիր չէ միասնական ցուցակով գնալ։ Ոչ միայն պարտադիր չէ, այլև չի կարող միասնական ցուցակ գնալ, որտեղ այդտեղ մի քանի հարցեր կան, մասնավորապես զուտ ընտրազանգվածային տեսակետից յուրաքանչյուր կուսակցություն ունի իր ընտրազանգվածը եւ այդ ընտրազանգվածը որպես առաջնորդ ընդունում է իր կուսակցությանը եւ շատ դեպքերում բացասաբար է վերաբերվում այլ կուսակցությունների, գաղտնիք չէ, որ ժառանգության ընտրազանգվածը շատ դեպքերում բացասաբար է վերաբերվում ԲՀԿ-ին, ԲՀԿ ընտրազանգվածը ժառանգությանը, ՀԱԿ-ի ընտրազանգվածը ժառանգությանը, ժառանգության ընտրազանգվածը ՀԱԿ-ին եւ այլն։ Այսինքն այստեղ միասնական ցուցակը դա թվաբանական գումար չէ, որ եթե 4 ուժեր միավորվեցին, նրանց ընտրազանգվածները ամբողջովին գումարվելու են, ոչ չեն գումարվելու եւ կարող է ավելի ոչ միայն կարող է հաստատ ավելի քիչ են ունենալու։ Սա ընտրազանգվածի տեսակետից երկրորդ պետք է հաշվի առնենք, որ միասնական ցուցակը կազմավորելու համար սկզբունքներ կա, իսկ ինչ սկզբունքներով է միասնական ցուցակը կազմավորելու, ԲՀԿ-ն շատ հանգիստ կարող է ասել, որ ազգային ժողովում ես ստացել եմ 450,000 ձայն, Ռաֆի Հովհաննիսյանը կարող է ասել, որ ժառանգության, որպես ժառանգության տեխնացու Երևանի այս ավական ընտրությունների ժամանակ ստացել է 500 մոտապես 50,000 ձայն, իսկ հասկանալի է, որ այդ 550,000 ձայնը դա Ռաֆի Հովհաննիսյանը ձայնը չէ, տարբերություն ազգային ժողովում ԲՀԿ կամ ՀԱԿ-ի ձայները, եւ դու չես կարողանալ սկզբունք որոշել, սա մեկ, երկրորդ դու չես կարողանալու այդ տեղերը դասավորել, այսինքն ինչպես 1 2 3 4 սկզբունքով ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ ժառանգություն, թե ժառանգություն, ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ դա չես կարողանալու անել եւ երրորդը սկզբունքը դու չես կարողանալու որոշես ով է գլխավորելու ցուցակը, որտեղ նա ով գլխավորի ցուցակը, նա ապագա քաղաքապետի ամենապոտենցիալ տեխնացուն է։ Տվյալ դեպքում դու չես կարող ասել, թե ով կարող է, այսպես ասած,
գլխավորել է ցուցակը, որտեղ ամեն առնվազն երկուսը ցանկանում են, որ իրենց տեխնացուները գլխավորեն, մասնապես ԲՀԿ-ն եւ Ժառանգությունը, սակայն հասկանալի է, որ քաղաքականության մեջ թույլ է միանում ուժեղին եւ ոչ թե ուժեղը թույլին, եւ բնականաբար ԲՀԿ-ն հայտարարել էր, եթե ցանկանում եք միավորել, միավորվեք իմ շուրջ, սակայն մյուս ուժերը ցանկացան եւ այդ իսկ պատճառով կարող ենք ասել միասնական ցուցակ չի լինելու, գնալու են բոլորը առանձին ցուցակ տալով, պետք է գրագետ ընտրաշավ անցկացնել եւ միակ տեղը որտեղ որ նրանք կարող են անցկացնել համագործակցել դա ընտրական հանձնաժողովներում կատարվող աշխատանքի ժամանակ երբ որ նրանք կարող են համագործակցել եւ մի բան պետք է իմանալ, եթե դու ցանկանում ես հաղթել, դու պետք է հաղթես հենց մայիսի 5-ին հենց դե յուրե արձանագրություններով դե ֆակտո հաղթանակը հաշիվ չի։ Իսկ հետընտրական գործընթացները որևէ կերպ ազդել են նախընտրականի վրա։ Ավականու հետընտրականը չէ, նախագահականի հիմա հետընտրակ տեսեք, Ազատության հրապարակը մինչև ապրիլի 9-ը մեծ հաշվով զբաղված է լինելու։ Ազատության հրապարակը զբաղված չի լինելու, դա չի ճիշտ այնտեղ հացադուլա որ քաղաքական գործիչ կա, բայց դա չի խանգարում, որպեսզի այլ քաղաքական ուժեր հայտ ներկայացնեն եւ այնտեղ հանրահավաքի համար, եթե ցանկանում են հանրահավաք անել, հանրահավաքի հայտ ներկայացնեն, քաղաքապետարան ստանան համապատասխան թույլատվություն եւ գնան այնտեղ հանրահավաք անել, բայց պետք է հասկանալ, որ միայն հանրահավաքներով չէ, որ այսպես Երևանի հավաքանու ընտրությունները պետք է գնահատենք, հանրահավաք անելու բազմաթիվ տեղեր կան, ընտրողների հանդիպելու բազմաթիվ այլ հրապարակներ կա եւ կարող ենք ասել, որ այս հետընտրական գործընթացը որևէ ձևով չի ազդելու եւ չի կարող ազդել այն թվարկված ուժերի նախընտրական քարոզության վրա, եթե իրանք սխալներ թույլ չտան, եթե իրանք գրագետ անեն, սա չի ազդի, իսկ եթե նստեն այսպես ասած տախտես սպասեն բախտին, բնականաբար կազդի։ Կախված է այն ուժերից եւ ոչ թե Ազատության հրապարակից, ինչու, որտեւ հիմա որոշ լրատվամիջոցներ անդադար են գաղափար են առաջ տանում, որ գիտեք ամեն ինչ որոշում է Ազատության հրապարակում, քաղաքացիական հասարակության մասին, չնայած բազմիցս ասել են, որ Հայաստանում քաղաքացիական հասարակություն չկա, որտեղ դրա համար պարտադիր պայմաններ են, պետք կան ուղղակի ակտիվ քաղաքացիներ, բայց կարող ենք ասել, որ հետընտրական այս շրջանում Ազատության հրապարակում այլևս ոչինչ չի որոշում փետրվարի 18-ին ընտրությունները ինչպես դե յուրե, այնպես էլ դե ֆակտո ավարտվել են, դրա ինչպես նաև երկրի դրսում են ավարտվել, գիտենք, որ եւ Հոլանդի եւ Օբամայի շնորհավորական ուղերձները գործող նախագահային եւ Պուտինի շնորհավորական ուղերձները, այսինքն դրսից դա ամբողջովին ճանաչվել է ընտրության արդյունքը, իդեպ շատ դեպքերում կատարվում էր նաև մրցակցության տեսք տալու համար, որ տեսեք մրցակցային է, սակայն իրականում Պուտինը երբ որ հանդիպեց Սերժակյանին, նա ինչ ասաց, շնորհավորում եմ 60%-ից ավել, այսպես ասած, ձայներ հավաքելը, դա մի բան է նշանակում, որ այդ ձեր Երևանում տեղի ունեցող, այսպես Ազատության հրապարակում այդ շարժումով ինչ չես կարող ապետես լավ էլ գիտեմ, թե դու ինչպես ես 58 ստացել եւ քո մրցակիցը ինչպես է 37 ստացել, եթե ուզեր կստանար ոչ թե 58 ավել։ Ուղղակի մրցակցության տեսքը ապահովելու համար, իսկ արևմուտքը մրցակցություններ ուզում ապահովել, դրա համար պետք է որ լինի մրցակցային պայքար, իսկ մրցակցային պայքար բնականաբար կարող է լինել մոտապես ձայների այս Դուք ուզում եք ասեք, որ գործընթացները վերահսկել են եղել եւ կեղծել են այնքան, ինչքան որ ուզեցել են խփեն, ինչպես Սերժ Սարգսյանը։ Այո, ինչի համար, որովհետեւ տեսեք, արևմուտքը պահանջում է մրցակցային ընտրություններ։ Մրցակցային ընտրությունների դեպքում, ասենք, մոտապես մոտ թվեր պետք է լինեն։ Եթե մի տեխնացուն ստանար 90%, մյուսը ստանար 10%, կամ 9%, մի տոկոսը բաժանում մյուսն է, դա մրցակցային չէ։ Դրա համար ինչ են անում, վերցնում են 100%-ը բաժանում են երկու մասի, 50-50, 10%-ը ավելացնում են մեկին, 10% անում են մյուսին։ Այսինքն 20%-ը հոգեբանեն մոտապես մոտիկ թիվ է, որ այսինքն հավասար ուժ է, բայց քանի որ այնտեղ երկուսից բացի նաև այլ տեխնացուներ կա, մոտապես 5%-ը բաժանում են անվավերներին եւ մյուս տեխնացուներին, 5%-ը որ մեկից կամ մյուսից չհանեն, հա 2% մեկից են հանում, 3% մեկից են հանում։ Ինչու 58%, որտեվ այնտեղ 58%-ի համար 3% անվտանգության գոտիներ, 53%-ից ներքև չպետք է լիներ, 5%-ը ֆորս մաժորն է, որտեվ հնարավոր է մի քիչ ավելի շատ ձայն ստանալ, ասենք գրաֆիկական ստացել է։ Այսինքն, այսպես ասած, թողել են նո արանք աշխատելու դեպքում կարող է լինել եւ 59, 30, հա 5, կարող է լինել 60, 40, ուղղակի կարող է լինել 56 եւ 39, այսինքն մոտապես այս 20-ը պահպանվել է, իսկ սկզբանել որոշվել էր մոտապես լինելու սա 58%, որտեղ վերցրել մոտապես 630,000 եւ 80,000 OEQ հանրապետական ձայնը, իսկ մենք գիտենք, որ OEQ-ը խորհրդարան է մտել միայն հանրապետականներ, այսպես ասած, վարչաֆինանսական ռեսուրսի շնորհիվ, նա դրանց գումարեն թվերը մի քիչ ԲՀԿ-ից են գումարել եւ հաշվել են, որ հա ՀՅԴ ընտրազանգված է, չի գնա, ավելի գիտակից ընտրազանգված է, մյուսները, ասենք, ՀԱԿ ընտրազանգված է, չի գնա, պես քաղաքականապես ընտրազանգված է, ԲՀԿ-ի մի մասը չի գնա, կարող է նաեւ անդադ Ռաֆի Հովհաննիսյանին հերոստատության ցույց են տալի, դրանով լրացուցիչ ընտրողներ են անում, այսինքն մոտավորապես այդ վերահսկողական գործողությունը ի սկզբանե որոշվել էր 60-40, 58-37 այդ տոկոսների միջով եւ դա էլ ստացվել է, ինչու որտեղ հիմա շատ են խոսում, հա, տեսեք ինչ ստացվեց, 37% ավելի շատ ձայն հավաքել կան նախորդ անգամ, մի բան կարող ենք ասել, եթե ընտրությունը կեղծվել են, դուք չեք կարողացել որ տեխնացուն ինչքան է հավաքել եւ ով է ընտրվել, բայց մի բան կարող եք ասել, ով չի ընտրվել, տվյալ դեպքում ես չեմ կարող
ասել Ռաֆայել Հովհաննիսյանը իրոք ընտրվել նախագահ թե ասենք ստացել է 49.9%, բայց մի բան կարող ենք ասել Սերժ Սարգսյանը նախագահ չի ընտրվել։ Հասկացանք, անդրադառնանք քաղաքապետի Երևանի ավական ընտրություններին, եթե համեմատենք նախագահականի հետ, տրամադրվածության տարբերություն կա նույն ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի մոտ։ Իհարկե կա եւ դա արդեն տեսել ենք, որ նրանք հայտարարել են, որ մասնակցելու են։ Սա պետք է հասկանալ, ինչու չի կարելի համեմատել Երևանի ավականու ընտրությունների նախագահականի հետ, որտեղ եթե ցանկացած ուժ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն մասնակցեն նախագահական ընտրություններին, ապա ասենք ընդունենք ԲՀԿ-ն մասնակցում է Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ կամ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, դա նշանակություն չունի, եթե նրանք մասնակցում են, ապա ուժերի հարաբերությունը կլինի ընդունենք ոչ թե 50-36, այլ ասենք 53 եւ ասենք 45 մոտավորապես Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում կլներ, ասենք 56 եւ ասենք 40 կամ մոտապես այդ ձայնով, ՀՅԴ ժամանակ մի քիչ ավելի քիչ, բայց նախագահական արդյունքը կանխորոշված է եւ դրանից հետո ուղղակի ով կա մասնակցել այդ ընտրությունը նա պարտվել էր։ Իդեպ դրա համար մենք տեսնում ենք, որ Ռաֆայել Հովհաննիսյանը դա ասում է, չէ, սա ժառանգության պարտությունը չի, սա ժողովուրդն է հաղթել եւ այլ, բայց իրականում ժառանգությունը դե յուրե պարտվել է Սերժ Սարգսյանին։ Եթե ԲՀԿ-ն ՀԱԿ-ն մասնակցում, նրանց ռեսուրսը ոչնչացվում էր, որտեղ հայտնի է, որ պարտությունը ցանկալի երևույթ չէ, այնտեղից միշտ պարտությունից ինչ որ ուժեր դուրս են գալու։ Ցանկացած այս 3 ուժերը ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ պարտության դեպքում նրանք թուլանալու են։ Հիմա նրանք թուլացած չեն, նրանք ուղղակի չեն մասնակցել ընտրություններին եւ նրանք հասկանում են, որ ինչի մասնակցես մի միջոցառման, երբ որ գիտես թե արդյունքը ինչ է լինելու։ Դա համար Ռաֆին պետք է։ Իսկ ինչու է կարծում որ քաղաքապետի Երևանի ավական ընտրությունների դեպքում դա չի կրկնվում։ Որովհետեւ նա ցույց տվեց մի բան, նախագահ ընտրություններ 1 աթոռ կար մի հոգի էր նստելու, իսկ Երևանի ավական ընտրությունն կա 65 աթոռ։ Դու չգիտես 65-ից ով քանիստ է տանելու, սա մի երկրորդ հասկանալի մի բան։ Բոլոր հանրապետականների միջև նախագահական ընտրություններ աշխատում են մեկ տեխնացու համար Սերժ Սարգսյանի համար բոլոր թևերը գիտենք հանրապետական մեջ կան տարբեր թևեր, ինչքան էլ հանրապետական կուսակցության ղեկավարը ասեն, որ այնտեղ թևեր չկան, այդպես չի, եթե կա մարդկանց կազմակերպած խումբ, այնտեղ միշտ թևեր լինի դարմիություն, կուսակցություն, աշխատանքային կոլեկտիվ եւ այլն։ Եվ ահա այս թևերի միջև պարտադիր նախագահական ընտրություն ժամանակ միասին են գործում, բայց նախագահականից հետո երբ որ արդեն Սերժ Սարգսյանին ոնց որ անցած ժամանակաշրջան արդեն Սերժ Սարգսյանին մնացել են ընդամենը 5 տարի, այնտեղ ամենտեղ իր, այսպես ասած, իր շահն է առաջ քաշելու, դա լրացուցիչ ուրեմն գործոն է այս ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ-ի համար, բացի դրանից Երևանի ավական ընտրությունը ժամանակ երևանցիներն են մասնակցելու բնականաբար ընտրությունին, իսկ այստեղ կեղծելը այն հեշտությունը չի ունենալու, ինչ որ ասենք մարզերում, գյուղերում կեղծելը, սրանք տարբեր ուրեմն ընտրազանգվածներ են եւ կախված է այդ 3 ուժերի ակտիվությունից։ Ակտիվ կաշխատեն, արդյունքը շատ կունենան, պակաս կաշխատեն ու պակաս արդյունք կունենան, բայց մի բան կա պոտենցիալ ընտրազանգված, որը չի ընդունում իշխանություններին եւ կա վախի մթնոլորտը դեպ Երևանում ինչքան ասեն այդպես չի, փողի մթնոլորտը ճիշտ է Երևանում կա, բայց արդեն այդպես չի, որտեվ ցույց տվեցին նախորդ ընտրությունները, որ եթե առաջ ասենք հանրապետականներում պայմանական թիվում ասում 700-ի բերում են եւ առնվազն նրա 2/3-ը փողով քվեարկում են այնպես ինչպես որ պատվիրատուն է պահանջում, ապա այս վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ առնվազն այդ փողի մասը Երևանում քիչ աշխատում, որովհետեւ արդեն շատ ավելի կեսը կամ դրա մի իմաստ է, որ ասենք փողը վերցնում է քվեարկում այնպես ինչպես պահանջում է, մյուսը փողը վերցնում է քվեարկում այնպես ինչպես ինքն է ցանկանում։ Այսինքն որոշակի գործոններ արդեն ի օգուտ հանրապետականների չեն, կախված է զուտ այդ 3 ուժերից։ Այսինքն դուք միանգամայն երատեսական եք համարում ոչ հանրապետական քաղաքապետ ունենալը։ Կախված է նրանց ուժից, եթե նրանք գրագետ աշխատեցին, այո, ինչի համար, սա շատ կարևոր է Երևանի ավական ընտրությունները, որտեղ Երևանում Հայաստանի տնտեսության մոտապես տարբեր հաշվարկներով 60, որոշ ցուցանիշներով 70-80%-ն է, բացի դրանից գիտենք, հանրապետական բազմաթիվ գործիչներ կան, որոնք բիզնեսի հետ կապված նաև Երևանում բիզնես շահեր ունեն, իսկ Երևանը կարելի ասել Հայաստանի ընտրազանգվածի կեսից ավելն է եւ վարչաֆինանսական ռեսուրսի կեսից ավելը, եթե դու տիրում ես այդ վարչաֆինանսական ռեսուրսին, ապա առնվազն քո համար հեշտանում է 2017 թվականի խորհրդանական ընտրություններում հաղթանակ ապավելը, որտեղ եթե հանրապետականը չունեցավ մեծամասնություն Երևանում, նա 2017 թվականի խորհրդանում մեծամասնություն չի ունենալու։ Ճիշտ է, դա չի նշանակում, եթե ունեցավ այն ժամանակ կունենա։ Ուղղակի եթե այստեղ հանրապետականը ինչ որ ձև հաջողացած մեծամասնություն ունել, աշխատանքը ավելի է բարդանալու։ Դրա համար այն մյուս ուժերը, որոնք հանրապետական չեն, թվարկված ասենք ուժերը, դրանց համար խիստ անհրաժեշտ է, որպեսզի Երևանի ավական ընտրություններում միասին թե կոալիցիոն թե առանձին ունենան մեծամասնություն, ապահովելով իրենց համար 17 թվականը համար խորհրդանի ցանկալի կազմի բան պետք է ասқан Սերժ Սարգսյան թուլացող նախագահ ամեն օր նրա այսպես ասած իշխանությունը թուլանում է եւ դա երևալու է շատ ոչ հերոյանցալում երևալ 17 թվականին շատ ավելի ապագայում 17 թվականին դա ավելի երևալու դա հեշտացնել է Երևանի քաղաքապետի այսպես ասած ուժին ով Երևանի քաղաքապետ կնշանակի դա պետք է ուղղակի մենք ի նկատի ունենանք մի բան պետք է նշենք մոռանում ենք ընդհանրապես այն ինչ որ ազգային
Ազատության հրապարակում է տեղ ունենում այս հանրահավաքային ամեներասուլիստներ, ամենօր հանրահավաքներ եւ այլ, եւ դա իդեպ տեսնում ենք, Ռաֆայել Հովհաննիսյանի հանրահավաքին, ինչքան ասես է ժողովրդին եւ այլ, ժողովրդին չէ, դա ի վերջո ժառանգության, այսպես ասած, պրոյեկտն է, գործողություն է, գալիս ընդամենը, վերջին հանրահավաքին 3-4-5 հազար մարդ, իսկ հաշվի առեք, թե Երևանում ինչքան ձայն է ստացել, եւ տեսեք, քանի տոկոսն է ընդամենը գալ, դա եւս ցույց է տալիս, որ այն ձայները, որ նա ստացել է, իրականում իր ձայները չեն, այդ ձայները գնալու են իրանց հասցեատերերին, իսկ գնան միայն դեպքում գրագետ աշխատանք տանել։ Ժամանակը քիչ է, պետք է աշխատել։ Շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Հիշեցնում 7 օրի տաղավարում էր ընտրական եւ քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։ Կհանդիպենք։